հնարավորքի ժամանակ հայտարարվեց, որ այստեղ տեղադրվելու է վրան, գործելու է շտաբ, բաց ենք, բոլորը կարող են գալ, համագործակցել եւ այլն։ Հիմա արդեն մինչ այսօր այստեղ ենք ու դեռ շարունակելու ենք մինչեւ այդ մարդկանց հետ հանդիպումներ ունենալ։ Զանգվածային գործողությունների նախընթաց արցախցիները Ազատության հրապարակում տեղադրված շտաբ վրանում լայն կոնսոլիդացիայի գործընթաց են սկսել։ Ապրիլի 15-ին կհայտարարեն մեծ հանրահավաքի օրն ու վայրը։ Մինչև ապրիլի 15-ը պարապ չեն նստի, տարբեր վայրերում բողոքի ու իրազեկման ակցիաներ կիրականացնեն։ Արցախցիները կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին բանավոր ներկայացրել են իրենց մտահոգող խնդիրները։ Հետո կետարկետ շարադրած նաև գրավոր են ներկայացրել կառավարությանը։ Կառավարության կողմից պահանջագրի պատասխանը գրավոր ուղարկեցին մեզ եւ 12 կետերից հիմնականում 5 կետերի անդրադարձան, որը վերաբերվում էր սոցիալական բլոկին, այսինքն մյուսներին կարելի ասած անտեսված էր մյուս կետերը եւ մեզ համար դա պատշաճ կերպով պատասխան չէր, այսինքն կարելի ասած հիմնականում մերժվեց, ուստի մենք շարունակում ենք մեր գործողությունները, շարունակում ենք մեր պայքարը, այնքան ժամանակ մինչեւ որ մենք հասնենք մեր նպատակին։ Դուք գալիս եք ասում եք, այս պահանջների հետ քննարկում չկա, փակածա, բայց դուք երբ եք ժողովրդին ներգրավելու խոսքի հարցի քննարկման համար, ճակատագրի հետ կախված։ Դու երբ եք ուշադրություն դարձրել ժողովրդի ձայնը, երբ եք բոլոր որոշումները կայացրել եք ինքնագլուխ, այս մեկ եմ ուս։ Հիմա այս իրավիճակում դուք ասում եք, մենք պատրաստ ենք, այս հարցերով չէ, այս մեկ հասը, դες բան չի լինում։ Ազգի ղեկավար, պետության ղեկավարը պիտի բոլոր հարցերի պատասխանները ունենա ու բոլոր հարցերի պատասխաններն էլ հիմնավորված ունենա, ոչ թե մենակ պատասխան մատ թափ տալով կամ էլ այս մեկը մյուսը։ Իմի ձեր պատասխանով մեզ ընդհակառակը տալիս եք այն առիթները, որ մենք շարունակենք այդ պայքարը։ Դուք ձեր էությունով ցույց եք տալիս, որ դուք չեք ընդունում մեզ։ 40+10 ծրագրին հետդարձ չի լինելու, ասել է փոխվարչապետ Խաչատրյանը։ Իսկ կառավարությունից միակ գործնական առաջարկը եղել է փորձագիտական խմբերի ձևավորումը, որոշակի լուծումներ մշակելու նպատակով։ Մեր նպատակը 40+10 ծրագրի գործելը չէ։ Մեր նպատակը Արցախցուն կացարանով ապահովելն է։ Շեշտում եմ ոչ թե բնակարան, Արցախին այստեղ բնակարան է ուզում, այլ ուզում է կացարան, որ երբ ճանապարհ բացվի, չգիտեմ, հարթակ բացվի դեպի Արցախ գնալու համար, ինքը թողի ու գնա, այստեղ Արցախին չի պայքարում բնակարան ունենալու, չգիտեմ, չաշխատի տուն փող ստանալու համար։ Իշխանության կողմից ոչ բարենպաստ, ոչ հայանպաստ որոշումների արդյունքն է, որ մեկ էլ ստեղ ենք, մենք բողոքում կամ էլ պահանջ ներկայացնում, գոնե տվեք այն հնարավորությունը, որ մենք ստեղ գոյատևենք, ապրենք, որ հույսն ու հավատը հետ վերադարձի Արցախը չկորցնենք, որովհետև այս իրավիճակը ստիպում է ահագի մարդկանց արտագաղթելու նորից։ Մենք դա չենք ուզում, մենք պիտի կայնեցնենք այդ արտագաղթը։ Ստեղ չի գնում հակապետական, ստեղ գնում ենք հանուն մեր իրավունքների, հանուն մեր արժանապատվության, հանուն հայ լինելու, հայ ապրելու համար։ Արցախի խորհրդարանի падգամավոր Դավիթ Գալստյանի կարծիքով սոցիալական պահանջը կետերից մեկն է, բայց իշխանությունը տարբեր խողովակներով ու սոցիալական հարթակներում փորձում է հանրությանը շեղել արցախցիների իրական պահանջներից։ Չեն ասում, որ արցախցիները պայքարում են վերադարձի համար, արցախցիները պահանջ են ներկայացնել, որ չհրաժարվել միջազգային ատյաններում քրեական գործերի հետ Ադրբեջանի դեմ գործերի հետ կանչելուց, չեն խոսում, որ պահանջել են Մինսկի խումբը չլուծարելուց, քանի որ Արցախի հարցը լուծված չէ, եւ իհարկե դա իշխանությունը փորձում է ջրբաժանը խորացնել, ինչպես իրենք դրա հեղինակներն են, ազգը բաժանել են տարբեր մասերի, Ղարաբաղցի, Հայաստանցի, նախկին, ներկա, չգիտենք, սևեր, սպիտակներ եւ փորձում են շարժվել այն ձեռագրով պառակտիր եւ տիրիր եւ առ այսօր ցավոք սրտի այդ ձեռագիրը աշխատել է։ Իշխանությունը նաև ատելություն է սերմանում արցախցիների նկատմամբ։ Խոսակցություններ են շրջանառվում, թե թոշակները չեն բարձրացնում, քանի որ Հայաստանի հարկատուների հաշվին արցախցիների կարիքներն են հոգում։ Գալստյանի խոսքով կառավարությունը չի հրապարակում արցախցիների խնդրի լուծման համար արտասահմանից ստացվող գումարների մասին։ Միայն 23 միլիոն եվրո Ֆրանսիան է հատկացրել արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու համար։ Տեղեկությունը արցախցի падգամավորը իմացել է ֆրանսիացի падգամավորներից։ Այս իշխանությունը, ինչպես
յուր ժամանակին համարում էր Արցախը բեռ, հիմա էլ փորձում է մեր հայրենակիցների մոտ տպավորություն ստեղծել, որ արցախցիներն են բեռ եւ չկա մարդ, չկա խնդրեմ, այդ սկզբունքով են շարժում, այնպիսի ծրագրեր են կյանքի կոչում, որ արցախցիները չկարողանան կազմակերպված ապրել մեր հայրենիքի այս հատվածում եւ թողնեն արտագաղթել։ Արդեն 8 օր Ազատության հրապարակում գտնվող արցախցիներն ասում են, վրան շտաբ այցելում ու միանալու պատրաստակամություն են հայտնում ոչ միայն արցախցիները, այլև երկրի ճակատագրով մտահոգ հարյուրավոր քաղաքացիներ։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի սրտացավ հասարակական քաղաքական ուժերին ու գործիչներին կոչ է անում համախմբվել իրենց օրակարգի շուրջ եւ աջակցել պայքարին։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։